Էդմոն Մարուքյանը գնացել էր Ազա Բաբայանի մոտ հարցազրույցի։ Այս հարցազրույցից համարում եմ ուղիղ խոսակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հետաքրքիր զարգացումներ են գնում։ Առաջարկում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չլինի վարչապետի թեկնածու։ Իմ դաշինքը մասնակցի, ես չլնեմ։ Ոնց կլինի, ես ինչ վատություն եմ արել։ Բողոքական զանգված ուզում Նիկոլը գնա, բայց չի ուզում գա Քոչարյանը։ Փորձը ցույց է տալիս, որ Քոչարյանը չի կարող համախմբել։ Եվ իրա դուրս գալը հնարավորություն կտա, որ խոշորացում տեղի ունենա։ Բար Փաշինյանը չգրանցի խոշորացված ուժին։ Չգրանցելը բերելու է հեղափոխական իրավիճակի։ Հարգելի Բագրատիներ, խնդրենք, որ այս ոդկասթը տանի սուստա հուսով եմ, երկրորդ նախագահին։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր փորձելու ենք քանդել, հավաքել Հայաստանի ներքաղաքական կյանքը, ներքաղաքական կառուցվածքը։ Իմ կողմից ասեմ, որ բավականին հետաքրքիր զարգացումներ են գնում, խմորումներ, բոլորը պատրաստվում են ընտրությունների, ինչպես իշխանությունը, այնպես էլ բազմաթիվ ընդդիմությունները։ Այս թեման ունի որոշակի նախապատմություն, որը կապված է նորից պարոն Մարուքյանի դավադրությունների հետ։ Եթե նախորդ ոդկասթի ընթացքում քննարկում էինք, թե ոնց է Մարուքյանը Երևան, Լոնդոն հարցեր լուծում, այնտեղ մեկին ասում, դու կգնաս այնտեղ Նիկոլ Փաշինյանին հարց կտաս, հիմա պարզվում է Էդմոն Մարուքյանը ճարտարապետ է, Հայաստանի քաղաքական համակարգի ճարտարապետ, այստեղ է հենց այս բառը շրջանառության մեջ մտավ, Ռոբերտ Քոչարյանը Էդմոն Մարուքյանին ասաց, «Կարող է դու գիտես, ոնց sense, ասաց, կարող է դու գիտես դու ես ճարտարապետը», հիշեցի Մատրիցա կինոն։ Մատրիցա, արխիտեկտոր, բանը, ընտիր համեմատություն։ Հիմա ներհայկական Մատրիցայի արխիտեկտորը Էդմոն Մարուքյանն է։ Ինչ էր եղել։ Էդմոն Մարուքյանը գնացել էր Ազա Բաբայանի մոտ հարցազրույցի, որտեղ իշխանությանը տուպը հայոյելու փոխարեն առաջարկել էր նաև գործողությունների ծրագիր, հարացույց եւ տեսլական, այս բառերը օգտագործենք ծեծված։ Առաջարկել եք Հայաստան դաշինքի դրսևորման եւ ապագա ընտրությունների մասնակցության մի փոքր այլ ֆորմատ, որը ներառում էր, որ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի, առաջին համարը լինի Աննա Բաբայանը, խոսել եք խոշորացման անհրաժեշտության մասին եւ ընդհանրապես ելքեր եք առաջարկել, որոնց հիման վրա կկանխվեր իշխանության վերարտադրությունը, կկանխվի։ Ծրագրերը կան։ Եվ այս ամեն ինչին իր ասուլիսի ժամանակ արձագանքեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, միգուցե մի փոքր շեթևեթանքով ասաց, որ չի նայում, ծանոթ չի անձամբ, բայց լավ է վերաբերում, չնայած որ Էդմոն Մարուքյանը 2 տարի աշխատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում որպես հատուկ հանրությունների դեսպան, ասաց, որ Բագրատը գրասենյակի ղեկավարը ինչ-որ 18 րոպեից ուղարկել է, ասել է կնայեք, եւ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չի ընկալել կամ լավ չի ընկալել Էդմոն Մարուքյանի առաջարկները, եւ հիմա ասում եմ ինչ եք էլի ուզում, ինչ վատություն եմ արել, չեք ուզում, որ ես լնեմ առաջին համարը, ոնց կլինի, ես մասնակցեմ, իմ դաշինքը մասնակցի, ես չլնեմ, ոնց կլինի, ես ինչ վատություն եմ արել։ Պարոն Մարուքյան, Չէ, դու լավ տաքացրեցիր թեման։ Իրականությունը հետևյալն է, որ ոչ թե չի ընկալել, այլ կարող ես նայ ներկայացված մոտեցման հետ կապված կա նաև ինքն էլ խոսում սոցիոլոգիայից, կա իրողություն կարծես, կա սոցիոլոգիա։ Սոցիոլոգիան ինչ է ասում։ Ասում է առաջի երկու տեղերի ուժերը իրար հետ։ Տվյալ պարագայում էական չի, հիմա առաջի տեղ ընդդիմադիր, առաջի տեղ երկրորդ տեղը, բայց հարցը որն է, որ երկու խոշոր բևերները հնարավորություն ունեն տանելու այնքան էլեկտորալ ձայն, որ Փաշինյանին անցնեն։ Եվ դա այսօրվա սոցիոլոգիան ասում է։ Եթե հանկարծ լինի երրորդ, էլի խոշոր բևեր, որի մասին խոսում էր երկրորդ նախագահը, որ լավ կլինի դե երկուսը կա, լավ կլինի երրորդն է լինի, եթե հանկարծ լինի 3 խոշոր, ընդհանրապես սուպեր Փաշինյանը շանս չի ունենում։ Բայց այստեղ ինչն է եղել իմ առաջարկությունը, որ տես այս սոցիոլոգիան, որ մենք ունենք, երկրորդ նախագահ գիտի ինքն էլ ուներ, իրանք էլ չի արցում դրանում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ունի, ինքն էլ գիտի, ինքն էլ իր պլանը ունի։ Հիմա իմ կոչը որն է, ես ասում եմ, ժողովուրդ ջան, Գյումրի ընտրությունների տակ եք մնացել։ Դուք մտածում եք, որ մի 5-6 ուժ
բայց 5-6 չէ, մի 20 ուժ է մասնակցելու, 25 կմասնակցի, այդ անցողիկ մի 6-7 ուժը, իրանք մտածում են 6-7 ուժ անցնում է, էլի։ Իհարկե կմիավորվեն, դե Նիկոլը կպարտվի, տենց են ձևակերպել։ Բայց խնդրեմն ինչու՞մ է, որ ընդդիմությունը պատասխանում է նախկին պատերազմին, այսինքն Գյումրիի։ Փաշինյանը Գյումրին սերտել է լավ ու տեղը գալիս է Մայա Սանդուն ինչ է արել։ Ընտրության մի հատ ինչ որ փուլում բազմաթիվ ուժերից, որ կամ բազմաթիվ ուժեր են մասնակցում, երկու ուժի գրանցումն անվավեր է ճանաչել ու բյուրոկրատիայի միջոցով։ Այդ երկու ուժերի գրանցումը անվավեր ճանաչելը բերել է նրան, որ ինքը հաղթել է ընտրությունները։ Այսինքն ոչ թե կեղծիք է եղել է, քվեատուփի մեջ լցոնելով, արձանագրությունը կեղծելով, բան չէ։ Որպես քվեակցությունը նայում ես նորմալ է, բան դե մարդիկ մտնում են, քվեարկում են դուրս են գալիս, դե կուտակումները բան, նորմալ է։ Եվ Փաշինյանի պարագայում էլ նորմալ է լինելու, բայց կեղծիքները սկսվում է հիմա։ Քանի որ իշխանությունը սկսել է ասել, որ ես ինչ եմ ձեր հետ անելու եւ ասում է։ Ես որպես հիմա ասում եմ Նիկոլ Փաշինյանի հետ 2 տարի աշխատել է, բան չէ, այդ հարցի ոնց ասած պատասխանը բազմիցս տրվել է եւ ես գիտեմ ինչի համար եւ ասել եմ ինչ ոց նաեւ այդ նույն հարցազրույցի մեջ։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ Ժորժ ջան, ես լավ գիտեմ ինչ է անելու Փաշինյանը։ Պրոբլեմը նրանում է, թե ինչ է անում ընդդիմությունը։ Եվ իմանալով նրան լավ ճանաչելով, ինձ լավ իրանցից ոչ ոք չգիտի նրա քաղաքական մտածողությունը, թե ինչ է նա անելու։ Իրանք թերագնահատում են գնում գլխով պատին տալի։ Մի հատ են թերագնահատում են գնում գլխով պատին տալիս, ոչ էլ պետք է գերագնահատել։ Բայց ասածս ինչն է, որ շատ པարզ է ինչ է տեղի ունենալու։ Հիմա իրանք ասում եմ Գյումրիի տրամաբանությունից դուրս եկեք եւ գնացեք խոշորացման։ Խոշորացման համար ես առաջարկում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չլինի վարչապետի տեխնացու։ Այս ինքը ինչ ասեմ։ Ինքն ասում է, բա լավ, ազնիվ է, ես մի կողմ քաշվեմ, հետևից կառավարեմ, սենց։ Հա, բայց ես ազնիվ իմ դեմքով մտել եմ, ասում եմ, ես եմ։ Բայց ինչի, որտեղ փորձը ցույց է տալիս, որ Քոչարյանը չի կարող համախմբել։ Ահա, ես էլ ինչ եմ ասում, ասում եմ, հասկացա, ես էլ ասում եմ, քանի որ խնդրեմ կա իր հետ կապված, եւ երբ որ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը 3-րդ ժամկետ չպետք է լինի վարչապետ, դա վերաբերում է Սերժ Սարգսյանին իրանից առաջ, որտեղ չեղավ ու հեղափոխություն եղավ դրա պատճառով։ Դրանք վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որ որևէ մեկը 3-րդ ժամկետ չպետք է լինի։ Եւ դրան գումարած, որ այդ 3-րդ ժամկետի հարցն էլ եթե մի կողմ դնենք, հիմա այդ սոցիոլոգիան ինչ է ցույց տալիս, որ եթե ընտրողների շատ մեծերի 80%-ը մոտավորապես դեմ է նախկին իշխանությունների վերադարձին։ Այսինքն նայ օպոզիցիոն բողոքական զանգված ուզում է Նիկոլը գնա, բայց չուզում գա Քոչարյանը։ Հիմա այդ լուծումը ո՞րն է, որ Քոչարյանն ասի, ես չեմ ունենալու վարչապետ ու մի կողմ քաշվի եւ իր ուժը մասնակցի, որևէ մեկը գլխավորի եւ վարչապետի տեխնացու առանձին հայտարարեն, որը ինքը չի։ Անցածում դե Աննա Գրիգորյանի անունն եմ տվել, բան, բայց հարցը Աննա Գրիգորյանն էլ չի, էլի, չէ՞ որ կոնկրետ մարդու վրա չկենտրոնանանք, չէ՞ որևէ մեկի լոբինգը չի սա։ Խոսքը գնում է ում որ իրանք կորոշեն։ Եվ իրա դուրս գալը հնարավորություն կտա, որ խոշորացում տեղի ունենա։ Հասկանում ես, խոշորացում, որովհետև շատ խոշոր բևերներին դժվար կլինի չգրանցել, կամ խոշոր մեկ բևերին դժվար կլինի չգրանցել։ Բայց օրինակ 25 ուժից ես վստահեցնում եմ, 2 ուժ, 3 ուժ Փաշինյանը կարա չգրանցի։ Եվ բացատրեմ թե ոնց։ Մոլդովայի ընտրությունների հաջորդ օրվանից սկսած բոլոր իշխանական ռոպագանդիստները, փորձագետները, այդ թվում ձեզ նվեր Սփյուռքի հանձնակատարը, որ Ամերիկայի քաղաքացի, Ամերիկայի անձնագիր ունի, իր պատճառով Սփյուռքի մինիստրությունը դարձրել են հանձնակատարի գրացենակ, որ ինքը կարողանա նշանակվի, այդ մարդն եկել է, ասում այլ երկրների քաղաքացիները, որ երկքաղաքացիություն ունեն, դրանք ուզում են ընտրություններին մասնակցեն, պետք է Մոլդովայի փորձով դրանց չգրանցենք։ Բարձր ինքը նկատի ունի Սամվել Կարապետյանին։ Okay։ Բայց ուրիշ լոբիստներ, լոբինգ են անում, որ ապօրինի գույքի գործերով անցնում է, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, որքանով որ գիտենք։ Ու էլի բազմաթիվ մարդիկ ընդդիմադիր դաշտից։ Նրանց էլ պետք չի գրանցել, որովհետև ապօրինի գույքի այդ մեծ հարստությունը օգտագործում է եւ էլեկտորալ անհավասարություն է ստեղծում։ Նայ բերում են սոուսներ կարպիս։ Սա որ ասում է, բայց ես ինչ վատություն եմ արել, բան, ասենք երկրորդ նախագահ մենք անձնապես իապես չենք ճանաչում, չեմ կարող դու ճանաչում ես։ Դու ես չեմ ճանաչում։ Ես իրան մոտիկից տեսած չկամ։ Հարցը տեվյալի մեջ է։ Չէ, անձնական որևէ հարց չի սա։ Եթե մենք հաշվարկը սկսում ենք հետադարձից, հետևից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ։ Սկսում ենք բան իրողությունները դասավորելով գալ։ Ինչ պետք է լինի։ Այն ինչ որ հիմա ես ու դու այս ոդկասթում նկարագրում ենք, կարպից դա որ արվի, Նիկոլ Փաշինյանը չի լինում վարչապետ։ Բայց այդ դեպքում եթե բոլորը ուզում են նա չլինի։ Բայց եթե մարդիկ կան, ովքեր որ ուզում են պրոստը պատգամավորը լինեն, տես
Դե մարդիկ կարող են պրոստը падգամավոր լինեն, զուտ գնան parlamento մտնեն, տենց Նիկոլ Փաշինյանը վարչապետը իրանք են աշխատեն գոր կրանճղճ վանդես գնան կան բան, ուրեմն Այդ ուրիշ հարց է։ Այդ ուրիշ հարց է, ու մենք այդ մարդկանց հետ ոչ միայն բան չունենք խոսալու, այլ որ մատաղել անեն հրավիրեն, այդ մատաղին էլ գնալու չունենք։ Մենք պրոստը այն սկզբունքով ենք առաջնորդվում, որ բոլորն ասում են, որ մենք ուզում ենք 7 ժամկետ Փաշինյանը չլինի, դա համար ասում ենք սենց։ Պարզա, այսինքն նա ինքն կալում ասում է, ես մի կողմ քաշվեմ մնամ վարչապետի տեխնացու հետևից կառավարեմ, բայց ազնիվ է, չէ, այդ չենք ասում, պարոն նախագահ։ Ասում ենք դու, հավրայտարես ասես, ես չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Այդտեղ կբացվի մեծ կոնսոլիդացիայի դաշտ։ Հակապետ չեկել ուզում, էլի, ասեց որ չի ուզում, որովհետև ոնց չի ուզում, եթե ինքը բայց չէ, հիմա ասես նենց չի որ երազում եմ լինեմ վարչապետ։ Հա, իրանք ինչ են, իրանք ասում են նենց չի որ երազում ենք ուզենք լինենք այս տարիքը մի այլն։ Բայց քանի որ իրավիճակն այսպեսին է, ես պատրաստ եմ մտնել այդ նույն սոուսով, Սերժ Սարգսյանը հայտարարել որ 7 ժամկետ չպետք է գնա, ճիշտ է։ Հետո քանի որ Ղարաբաղի հարց կար եւ այլն, եւ ինքը միտքը բողեց, որոշեց 7 ժամկետ առաջադրվի, պարլամենտը ընտրեց 8 օրից հրաժարական տվեց։ Հիմա այդ էիք ուզում։ Դրա համար ոնց որ թե ես գալիս եմ ամփոփեմ քո հարցին, որ ըստ էության մի քիչ կարող է ես օրինակ Ազաբաբայանի հարցերում չեմ ֆիքսված ասել, որ խոսքը գնում է վարչապետի տեխնացու լինելու մասին։ Մի կողմ քաշելու մասին էր, որ քուժիզմի բանդ ինքն դե արձագանքում ասում է, եղբայր, հետևից որ ես կառավարեմ, ու հետո լինեմ վարչապետ, օքեյ, թրա հետ։ Այդ իս ձև է, չէ, դա նկատի չունենք։ Այդտեղ երևի մի քիչ ես եմ ավելի վատ բացատրել, բայց ամեն դեպքում նաև շնորհակալ եմ, որ հարցը քննարկման առարկա դարձել, որտեղ Տիկին Բաբայանը ինձ ասաց, որ Նրանք ինչի՞ չեք գնում խոսակ, ասեցի ես հարցազրույց ես համարում եմ ուղիղ խոսակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիմա կնայի էլի այդ մարդը եւ պարզվեց, որ Գրասնյակի ղեկավարը Բագրատը մեր գիրովականցի տղա է, Բագրատը հրաշալի անձնավորություն։ Հա, տվել է նախագահին նայել է եւ հույս ունենք, որ Բագրատը էլի կտա, որ այս հարցազրույցն նայի, որ որովհետեւ այս քննարկումը ինձ թվում է բացվել է, շարունակվելու է։ Պարոն ճարտարապետ։ Դե լավ դե չէ, մի Իսկապես մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, Եվրոպայում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու այս մոտեցումը կա, շատ տարածված է, տեսնում ենք նաև Ֆրանսիայում, հələ նախապես արդեն Մարի Լեպենին ուզում են չեզոքացնել կամ արդեն չեզոքացնել։ Արդեն դատանի որոշում կա, եղբայր, որ Մարին Լեպենը չի կարող տեսանք լինել տեխնացու նախագահ։ Մոլդովայի վիճահարույց իրավիճակը, որ իրավականության փաթեթավորմամբ վիճահարույց իրավիճակ Ռումինիայում եւ այլուր կարող ենք այս օրինակները բերել եւ այս առումով պարոն Մարիկյան շատ ճշգրիտ հիշեցիք Գյումրու օրինակը, հա Գյումրին ինչ որ մինի հաղթանակ էր ընդդիմության համար, բայց այդ մինի հաղթանակը կարա ընդդիմության համար ապագայում աղե դառնա ու չար կատակ խաղալ, որովհետև դժվար թե հնարավոր լինի, որ այդ Գյումրու սցենարը հնարավոր լինի այդ նույն մարտավարությամբ եւ ռազմավարությամբ վերախաղարկել նաեւ ամբողջ երկրում համապետական տրամաբանության մեջ, որտեղ ընդդիմադիրները մի բան չեն հասկանում, որ իրանք ունեն սոցիոլոգիա, այդ սոցիոլոգիայից ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, որ Նիկոլ Փաշինյանը, որտենց ասում են, այդ անդադ թերագնահատում են, տկարա, ապիկարա, ոչինչ չի հասկանում, չէ, ինքը ձեզնից լավ Գյումրու իր պարտությունից դասեր է քաղել ու Գյումրու փոքրիկ օրինակը Գյումրու մակետը նախընտրական կամպանիայի ընտրությունների ունենալով գործելու է համապետական տրամաբանության մեջ, գործելու է նաև այն նույն լոգիկայով ինչ որ իր եվրոպական գործընկերները փորձելու է չեզոքացնել իր հնարավոր հակառակորդներին։ Հիմա մեր երկրում այդ ящիկը, չէ, սրբություն է դարձել, սուրբկով է դարձել, որ բանը լցոնումներ չկան, չի կեղծում եւ այլն, բայց այդտեղ որևէ մեկը չի ֆիքսում, պարոն Մարուկյան, որ հարցը մենակ այդ ящիկը չի, մենակ այդ ящիկի մեջ լցոնումներ անելով չի, մենակ կարուսելներով չի, մենակ նրանով չի ինչ-որ կատարվում է ընտրական տեղամասում։ Ընտրությունները շատ ավելի լայն եւ ավելի բազմաշերտ գործընթաց են։ Եվ հիմա մենք կարող ենք ֆիքսել, որ այս գլխից Նիկոլ Փաշինյանը սկսել է խախտումները չեզոքացնելով իր պոտենցիալ հակառակորդներին։ Միքայել arczepiskopos Աջապահյան նստեց առաջ Սամվել Կարապետյան եւ այսինքն հիմա հարցը ящիկը չի, ящիկում լցոնումները չեն, ընտրախախտումները չեն, մարդուն ուղղակի թույլ չեն տալիս, որ ինքը գնա հասնի այդ վերջնական եզրագծին, այսինքն չի թողում որ ящիկը լցվի։ Եվ հիմա այս նույն տրամաբանությամբ նույն այդ Սամվել Կարապետյանը Մերձևով շարժումը կամ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը կարող են չեզոքացվել
եւ նրանց ցույց չտրվի ուղղակի մասնակցել ընտրություններին, ինչը հիմք կտա Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել, այսինքն ձեր ասած բոլոր ռիսկերը աշխատում են եւ կարող են աշխատել ու վստահաբար հենց այդպես էլ լինելու է։ Շատ լավ ասացիր, որ այն ինչ որ ընդդիմությունը տեսնում է ունի զգում է, այդ նույն բանի իշխանությունը ունի եւ հետեւում այդ process-ներին։ Հիմա իրավիճակը թողնել էսպես իշխանությունների պարագայում դա նշանակում է ուղղակի բան անել, հանձնվել, բայց մենք գիտենք որ իշխանությունը չի անելու, չի հանձնվելու, պայքարելու է, այդ պայքարը ժողովուրդ ջան, ուղղակի բանով չի, այտենց լայվ եթերների մասին չի, ռիլզեր նկարելու մասին չի, այսօր Փաշինյանը իր ավտոյից ռիլզերան, դրա մասին չի, չխափնվեք այդ բաներին։ Պայքարը հետեւյալի մասին է, շատ ճիշտ նկատեց Կարպիսը, որ ինչ որ մի հատ X պահի անակնկալ է լինելու եւ դուք ուղակի մնալու եք ձեռնունային եւ ոչ միայն ձեռնունային եք մնալու այն նաեւ դա բերելու է մեծ ապաթիայի իշխանության ինչա պետք ցածր մասնակցություն ցանկացած ընդդիմադիր ուժի բռնելը փագելը չգրանցելը մեծ ապաթիա առաջացնում ոչ թե կոնսոլիդացիա այլ ապաթիա այդից 5% մարդել չգնա ընտրական տեղամաս որ պետք է գնար այն մյուս պարագայում մասնակցության թվի վրա ազդում է իշխանության թիվը մասնակցիչների գնում է administrative resource-ով տեղ ու իր տոկոսը բարձրանում է։ Հիմա Գյումրիի օրինակն էս ասում Կարպիս։ Շատ լավ օրինակ կար, մոդելավորենք։ Ինչ է տեղի ունեցել։ Կար Վարդան Ղուկասյան, քաղաքապետը։ Իդեպ ահա որ հետապնդումների տակ է Վարդան Ղուկասյանը։ Մենք ունենք ոդկաստ նկարած Գյումրի ընտրությունների վերաբերյալ, բավականին սուր քննարկում ենք ունեցել, թե կարող ենք զեթերի ներքև դնել այսինքն մեր վերաբերմունքը ընդհանրապես, բայց մարդը կոնկրետ ավականու կողմից ընտրված քաղաքապետ է եւ ինքը հետապնդվում է հիմա ամեն օր ինչ որ մի թեմայով եւ բնականաբար ընդդիմադիր ուժերը պետք է անշուշտությունը սևեռեն այնտեղ դե Հայաստանում իրապաշտպաններ քանի որ չկան դա ասում եմ ընդդիմադիր գոնե ուժերը հիմա այդ իմաստով նայեք Ժորժ ջան բայց ասեք Գյումրի ընտրություններն հա սա ուղի խոսում են մարդկանց հետ ովքեր մտածում են որ իրանք էսա մասնակցելու են հետո ներսը միավորվեն Գյումրիի պես ու ընտրեն իրանց ուզած մարդուն իդեպ Վագն Ալեքսանյանը հայտարարել որ կռիվա գնում թե ով լինի Վարդանիկը այսինքն Հայաստանի բանում յանում ով ուզում էլի տենց ընտրվի այսինքն Նիկոլ Փաշինյանը հասկացել է հասկանում է ինչա կատարվում ավելի կարելի է Վագն Ալեքսանյանին այդ տեքստը ուղարկել Նիկոլ Փաշինյանը նա դնի WhatsApp-ը արել հա WhatsApp հիմա Ժորժ ջան պատկերացրեք Գյումրի ընտրությունների արշավն է եւ Վարդան Ղուկասյանին կալանավորում են կամ նրա առաջնորդած Հայաստանի կոմունիստական կուսակցության թղթերը գրանցում անվավել են ճանաչում կամ նույն Մարտուն Գրիգորյանի օրինակ եմ ասում կամ նույնը Մարտուն Գրիգորյանի պարագայում ինչ է լինելու ընտրվելու է ուժերից մեկը արկելվեր պարզա որ ԿՊ-ն հաղթելու Սարիկ Մինասյանն դառնում է քաղաքապետ հիմա այդ մոդելավորումը եղել է դուք այդտեղ կրել եք մի ուրախացել եք մի խառնվել եք իրա չեք հասկանում որ այդտեղ պապկեն դրածա ոնց բացատրել Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է արկելի մեր ձևով շարժումը չգրանցի կամ Հայաստան դաշինքին եղբայր կարող է նաև հիպոթետիկ երրորդ ուժը որ պետք է ստացվի նրան չգնի բայց երբ որ չկա կոնսոլիդացիա ասես բազմաթիվ ուժեր են ասենք օրինակ պատկերացնում եմ օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգում է Նիկոլ Փաշինյանին ասում է պարոն վարչապետ գանգատներ ենք ստանում Հայաստանում ցույցեր են բան ինչ որ ուժերի չեք գրանցել այդտեղ վարչապետն ասում է Տիկին ֆոն դեր Լայն նախ ես որևէ ազդեցություն չունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները դա անկախ մարմին է Ֆոն դեր Լայենն ասում է լավ բայց ախր չէ որ դատական ասում է բողոքարկել է ընդդիմությունը այդ որոշումը ԿՀ-ի եւ ափսոսանքով եմ ձեզ հայտնում որ դատարանը ուժի մեջ է թողել ԿՀ-ի այս մեր մրցակիցներից մի քանիսին դուրս թողնելու ես եք ուզեի որ մրցեն բայց դե ԿՀ-ն է որոշել էմոցիա ասում են Վլադիմիր Պուտինը որ կա բռնելու եք ասում են գլխավոր դատախազն է որոշում շատ գիտեմ այդ ինքը ասի հա ԿՀ-ն որոշել է Վագն Հովակիմյանը եւ չի գրանցվել ունդեղ ֆոն դեր Լայենն ասում է իսկ ի՞նչն է պատճառը ասում են դե հիբրիդային պատերազմ է գնում ռուսական ուժերը մտել են գրավում են երկիրը միութենական երկիր են տանում ինքնիշխանությունը անկախությունը իրավազորությունը փոխադարձությունը այդ ինչ այնտեղ կետ կար այդ բոլոր կետերը թրիփն է վտանգվում հասկանում եք դուք Տիկին Ուրսուլա ասում է շատ լավ շնորհակալ ենք ու դնում է հեռախոսի իր օգնականին ասում է այդ բողոքները ինչ որ Հայաստանից եկել է Եվրոմիություն, Վապյուշե, Նարուշենիա բան, դրանք ասում են շրեդ արեք։ Շրեդը գիտեք որն է, ասես ապարատա դնում ես այդ թուղթը սենց բանանում էլի։ Փոշի է դարձնում։ Եվ այդ բողոքները այդ ձեւ փոշիացվեն են։ Ես շատ այդ բան եմ էլի, սենց ցույց եմ տա նկարագրական մասը, ուզում եմ շատ լավ հասկանաք ինչա կատարվելու։ Հիմա
Դրա համար մենք ձեզ ուղղակի ասում ենք Ժորժ ջան, անգամ եթե իջմիացնում, հիմա իջմիացնում ընտրություններ լինում, դիմություն նույն բանն է ուզում անի։ Ուզում են բոլորը մասնակցեն, թող համախմբվեն, իշխանության տեխնացուն, ասենք կա մենակով բոլորից առանձին վերցած շատ ձայն տանի, հա, բայց մեկը իրանք բոլորը միավորվեն եւ նա չանցնի բան։ Անգամ եթե իջմիացնում է դա հաստատվի։ Խնդրում եմ, չմնաք այդ մոդելի տակ, որովհետեւ գալիս է այն իմ ասած մոդելը, որի մասին արդեն մենք սկսել ենք խոսել։ Իսկ հետ գալով նորից արդեն երկրորդ նախագահի դերակատարման չմասնակցմանը զուտ դա երրորդ ժամկետով ստանձնելու պաշտոն է եւ նաեւ համախմբման համատեքստում է։ Մենք այսինքն ոչ մի բան չենք ուզում մտնենք այն հռետորաբանության մեջ, բա որ ինքը, բա չէ որ ես ինչ բան դա այդ նախկիններ թալան, բան այդ բոլորին շատ թեմաների մեջ չենք, շատ լավ է, ամեն ինչ լավ է, բայց եթե բոլորը ուզում ենք որ ամենայն հարգանքով երկրորդ նախագահի նկատմամբ ոչ մի խնդիր չունենք։ Դե բոլորին ուզում ենք որ երրորդ ժամկետով Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ձևն է սա։ Հետևաբար, եթե բոլորն անկեղծ են, որ իրանք ուզում են որ այս փոփոխությունը տեղի ունենա, ուրեմն ինչ տարաձայնություն էլ որ ունենան, հայ բոլորն ասում են, այ բոլորն ասում են երկիրի կործանվում է կարպիս։ Չեմ երկիրը, Հայաստանը, դա ավելի կարևոր է, չէ՞, քան քո ինչ որ ամիջանձնային, ինչ որ բաներ ա եղել ընդ Քոչարյանի հետ, մեր մասին չի խոսքը, մենք այդ մարդը չփում է չենք ունեցել։ Ինչ որ բան այնտեղ մենք խնդիր չունենք միջանձնային, չգիտեմ, ներքաղաքական։ Հա մենք մեր կարծիքն ունենք, մեր մոտեցումն ունենք 2008 թվականի դայնց առաջ կառավարման վերաբերյալ խոսել ենք բազմիցս, մեր գնահատականները տվել ենք, հիմա բացարձակապես ժողովրդական խոսքը ասում է, հիմա հին մեռելներին վերադառնալու ժամանակը չի։ Հա, բացարձակ այդ խոսացի, հասկացա։ Հիմա կա գեր նպատակ, պարոն Արաքյան, վստահ եմ համաձայն եք, հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որը կազմակերպում է, որը ոչնչացնում է երրորդ հանրապետությունը։ Խնդիր է դրված կանխել սա եւ առաջարկում է թե ոնց կարելի է կանխել, որովհետեւ իդեպ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սոցիոլոգիական տվյալները իրականությանը մոտ էին։ Եկեք ֆիքսենք իհարկե այդ նույն վստահությունը չեմ կարող ունենալ Փաշինյանի 100%-ով ընտրվել կամ չընտրվելու վերաբերյալ, բայց այս պայդրությամբ քաղաքական դաշտում էլեկտորատ ունեն մի քանի ուժեր։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի մարմնը, ինչ իշխանություն, հենց Նիկոլ Փաշինյանը, դմնացած իշխանությունը դատարկ դահացությունը, Մերձևով շարժումը, Հայաստան դաշինքը եւ Դոգը։ Դոգը չզոքացված է, չգիտենք հայտնի թե չէ, բայց այս 4-ը ունեն էլեկտորատ։ Արձանագրեք, մնացածը թող չնեղանան։ Արձանագրեք, որ նաեւ Դոգի ուժը նույնպես Երևան քաղաքի ընտրություններին գրանցվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ պարլամենտական ընտրություններին կարող է գրանցվել, անգամ եթե նա վաղը դուրս գա, մյուս օրը գա, բանանի բան։ Նույն մտավախությունները պետք է ինքը ունենա։ Այս իմաստով, որը շատ բան է, դաշտը շատ པարզ է կարպիս։ Ու կան, այդ էլ է շատ կարևոր, ու կան մի 25 ուժ, 25 հատ ուժ, որոնք որ ասում են մենք ոչ մեկ ինչ ենք միանալու, ֆիքսետի, մենք հզոր ուժեր ենք բանման, եւ մենք գնալու ենք ընտրություններին ու գնում ենք Նիկոլին հանենք, տենց կարճ։ Ժորժ ջան, առաջանալու է մոտավորապես 20-ից 25% փոշի, այսինքն այդ ուժերից ոչ ոք չի հատում բարիերը, ձայները փոշի անում են եւ գումարվում են խորհրդարան անցած ուժերի վրա։ Շատերը ես տեսա որ սուր արձագանքներ կար Քոչարյանի այն հայտարարության հետ կապված, որ նա ասել է որ մի 3 ուժ է անցնում, մաքսիմում 4։ Ինչի նայ որ ոնց թե բան այդ ու ախր Ժորժ ջան, ոչ թե պետք է հիմա հարցակվել նրանց վրա, ովքեր ասում են 3-4 ուժ է անցնում, այլ այդ կետից հետ հաշվար կանել ու հասկանալ ոնց է խոշորանում։ Դրեք մի կողմ ձեր մոտեցումները։ Եվ սա նույնը մեզ է վերաբերվում։ Ես չէ մենք ուզում ենք բան անենք էլի, ես մեր դրոշը եկալենք ու առանձին մասնակցենք։ Մենք էլ ենք խոշորացում մոկում։ Այստեղ մա շատ նյարդայնացնող թեմա կա, ես կուզեմ այդպես մի քիչ տաբանքով խոսել ընդդիմադիրների վերաբերյալ, ելնելով այն կանխավարկածից, որ իսկապես 2021 թվականին ընդդիմադիրները ուզում էին գալ իշխանության, որ ինչ-որ դրական փոփոխություններ բերեն, կանգնեցնեն աղետը, որ կառավարելի իրավիճակ ստեղծել եւ վերջո կանխել են ինչ-որ եղավ, այն մեծագույն աղետը Արցախի հայաթափումը եւ ընդդիմությունը առաջնորդվելով տարբեր ընդդիմադիրներ առաջնորդվելով իրենց կմահաճույքներով, իրենց կապրիզներով, իրենց հիվանդագին ինքնասիրահարվածությամբ պարտվեցին եւ
Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց եւ ունեցան կատաստրոֆա։ Արցախի հայաթափում, ագրեսիա Հայաստանի տարածքների դեմ, Հայաստանի տարածքների օկուպացիա, հիմա տեսանք Միչանսկ, Զանգեզուրի այդ Միչանսկը, որին թրիփ են ասում։ Եվ հիմա ես ուզում եմ սթափության կոչ անել ընդդիմադիրները։ Հիմա որ պարտվեք։ Հիմա ինչ պետք է լինի։ Դուք ինքներդ ձեզ հաշիվ տալիս եք, թե ամենակարևորը այդ անձնական ամբիցիաներն են, օլիմպիական մասնակցությունը։ Ամեն մեկին նայում ես, այդ մեծ ուժերին էլ դնենք մի կողմ, այն պստիկները, որ ասում եք, մի 25 հատ ուժ կա։ Ամեն մեկը մատն ինչ-որ մեգա մեծ խոշոր առաջնորդ է, այդ ինչ-որ բարդույթներով ում այդ խոսում ես, պստիկ Չերչիլը նստած իր պստիկ կաբինետում, բայց հո տենց չի։ Հետո ինչ ալնելու։ Փաշինյանը ընտրվեց, հիմա ինչ աղետ է գալու։ Այս ամեն ինչի մասին պետք է մտածել ու ինքներս հաշիվ տալ։ 21 թվականին պարտվեց հաղթեց Փաշինյանը, տեսանք ինչ եղավ, հիմա ինչ ալնելու։ Ես շնորհակալ եմ այս քո բերած օրինակի համար, ինչի եմ ասում, որովհետև 21-ի մասնակիցներից մեկն էլ մենք ենք։ Ուզում եմ ասեմ, որ 21-ի իրողությունները մեծ դաս է եղել մեզ համար, եւ ուզում եմ ասել, որ տես Քոչարյանն էլ երեք ասեց, որ նոր առաջ ասուլիս ժամանակ ասեց, որ Փաշինյանը էլեկտորալ հաղթել է 21 թվականին։ Կրել է ընտրությունները, всё, ճանաչել են բոլորը։ Եվ չի եղել ինչ-որ մեկին չգրանցեն, քրեատուփում չի եղել, ախպեր, դե մի կրել է մարդը, բոլորս ճանաչել են։ Եվ այո։ Հիմա ի՞նչն է բանը, Կարպիս, որ 21 թվականին կար Փաշինյանը, հետո գալիս է Քոչարյանը 20 քանի տոկոս էր տարել։ Չեմ հիշում։ 20-ն ազլավ։ Ու գալիս է բարերի տակ մնացած պատիվ ունեմ։ Նայ, այսօր այլ է իրողությունը, փոխվել է իրավիճակը, ժողովուրդ։ Մեր ձևովը եւ Քոչարյանի ուժը միասին իրար հետ, եթե էլի ուժեր միանան, հիմա կարող է այդքան չէ, բայց եթե էլի ուժեր միանան այդ երկուսին էլ, միասին 45% էլեկտորալ վերցնում են։ Փաշինյանը չի դիջինում վարչապետ։ Հասկանաս, այս բանը չի եղել 21 թվին։ 21 թվին մատ խոշոր բևեր աղել Քոչարյանը, եղել է իշխանություն, ու լիք ուժեր, որոնք բոլորը մնացել են բարերի տակ։ Բայց եթե դրանից մեկը չեզոքացվում է Փաշինյանի կողմից, չի գրանցվում, չի թույլատրվում մասնակցել ընտրություններին, այդ ձեր նշած սոցիոլոգիան փլվում է։ Այո, որովհետև եթե մեկը չի գրանցվում, անգամ ավտոմատիկ այդ ձայները չգրանցվածի, չի գումարվում մյուսներին, դա սկսում է ապաթիա, բողոքի ակցիաներ, բան ու բավականին շատ մարդիկ արդեն էլեկտոր չեն գնում տեղամաս։ Այսինքն դա ինքը ավտոմատ չէ, որ չգրանցես, գումարվի մյուս օպոզիցիային նախոշորանա գահախտի։ Չի աշխատում այդ ձևով։ Մոլդովան, դες օրինակ։ Մոլդովայի պարագայում ավելի խայտարակ բան է եղել։ Մոլդովայի պարագային որ չեն գրանցել, ուրեմն ուժը քվեատերտիկից չի հանվել։ Ուժի անվանումը քվեատերտիկից չի հանվել։ Մարդիկ հիմա բոլորը չեն նստած նայում կան ինչա որոշում։ Գնում են տեղամասները մեն այդ իրանց ուժի, անունը կա որին ուզում են ընտրում են գցում, հա վերջին բարձվա ինչ 70,000 ձայն գնում է օդ հա կրակվում եւ 70,000 ձայնի փոշիացման արդյունքում դե անվավեր ձայներ են դրանք մայասանդուն 51-ը գումարում է։ Հասկանաս ինչա տեղի ունեցել։ Հիմա ժողովուրդ ջան, մենք որ էս ասում ենք, դες Քոչարյանն ասում է 280 տեղամաս բացվել է եվրոպական երկրներում մոլդովական դրություններին, երկու տեղամաս Ռուսաստանում։ Նա այդ համացությունն է ցույց տալիս, որ այսքանը մայասանդու ընտրել, իսկ այն ռուսական ուժերի ընտրողները նորություն չեն ունեցել ընտրելու։ Հասկացանք, բայց ուրիշ ավելի ահավոր բան է եղել, որ ուժը ռեգիստրացիա չեն արել, չեն, այսինքն գրանցումն անվավերին ճանաչել, քիչ չի, հետն է թողել են մնա քվեաթերթիկի մեջ։ Կարային շուտ անեին, օրինակ քվեաթերտիկը չմնար, ինչ որ ձեները տես գնար ուրիշ օպոզիցիաների։ Տուպոյ հարցը ուզում տալ։ Բար Փաշինյանը չգրանցի խոշորացված ուժին։ Նայ, պատկերացնենք մի հատ մեծ բևեր է, ինչքան ուժ կա միացել է այդտեղ։ Պատկերացնենք Քոչարյանն ասում է, այս տեխնացու չեմ ուզում ունեմ, դուս է գալիս, իր ուժը, մյուս էլի բոլոր ուժերը միանում են, ինչ որ նաև վարչապետի տեխնացու են հրճակում, նոր սերնդի ինչ որ մի հատ մարդու։ Ես իմում։ Քեզ խոսքի։ Լավ։ Չգիտեմ, ես իմում։ Այդ պարագայում այդ խոշոր ուժը չգրանցելը բերելու է հեղափոխական իրավիճակի։ Հասկանում ես, որ բոլորը գիտեն ֆավորիտ խոշոր մի հատ ուժ կա, այդ ուժը չի գրանցվում։ Դա բերում է հեղափոխական իրավիճակի։ Բայց որ կա ասենք մի 25 հատ ուժ, մեկը խոշոր է, միջին է, բայց ով ասե որ ինքը խոշոր է, սոցիոլոգիան մեր այլ բանացիալի բան, տես մի հատ մեծ խոսակցություն է բացվում, ու տես դե հա դե այլ ուժ դենდեղ մեր ԱԱՑ-ն է տեղեկանք տվել, չգիտեմ, այլ ուժեր են դիմեկը, ասենք Բաբաջանյան Արմանն է դիմեկը, չգիտեմ, էլի մարդիկ են դիմե, արդեն լայվ արի, ասում Քոչարյանին չգրանցեք։ Լայվ արի, ասում բռնեք, ոչմ, կալանավորեք, չգիտեմ, տենց ինչ որ տենց եթեր կար։ Դիմելա, գրավոր դիմելա, ու ասում չգրանցեք, բողոք կա։ Փաշինյանն էլ ասում կներեք։ Այս մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է։ Եթե որևէ քաղաքական միավոր բողոք է ներկայացրել,
Պետքա քննեն։ Դե արի տեղը։ Դե որ քննեցին, բարձա պետքա չգրանցեն։ Տեղ արի Տիկին Ուրսուլային բացատրի, որ կավեի նախագահ։ Ասի Տիկին Ուրսուլան պայմանականա զանգել հարցնում, որտեվ իմ կարծիքով ոչ ոք չի զանգել Փաշինյանին, ասի ինչ է։ Որտեվ ի սկզբանե համաձայն։ Այնքը ասուրիս անելու, ասել հիբրիդային պատերազմ, ռուսներն եկել են, փրկեք երգիրը, բան եզվանում, պայքարում եմ, ասել են եղավ։ Արի բացատրի, որ Վահագն Հովակիմյանը ՀԺ-ին արկին աշխատող։ Չէ, ոչ միայն Վահագն Հովակիմյանը, այլ բացատրի, որ Փաշինյանը SMS-ով բարձրագույն դատական խորհրդի նախագահ հանում գործից, հետեւաբար որևէ դատարան, որ դու դիմես, որ քո չեղարկված գրանցումը վիճարկես, ծիծաղելի վիճակում ես հայտնվելու։ Մի խոսքով, այս նույն սոցիոլոգիան, այս նույն վերլուծությունները ցույց են տալիս, որ Փաշինյանի հեռացման դեղատոմսը կա։ Եղբայր ոչ թե կա, ինձ թվում է այնքան ռեալ, որքան հիմա է, Ազատություն ռադիոկայից Ռուզաննա Ստեփանյանն էր զանգել, հարցազրույց տվեցի եւ բանը էլի բա դե ասում են ոնց զրոյական է բան, դե խոսում են, վերընտրվելու շանսը զրոյական է։ Ինչու է նման բան ասվում։ Երկրորդ նախագահանը, չէ՞ դա ասե։ Որովհետեւ այս կողմի ձայների հանրագումարը ցույց է տալիս, որ ինքը չի ընտրվում։ Շատ բարձ։ Այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանը ձայն չունի, դա սխալ ձևակերպում է։ Նա ձայն չունի, 6% է, ոչ, ունի ձայն, 6% չի, բայց օպոզիցիոն հանրագումարը իրան հաղթում է։ Պարոն Մարական, բնականաբար չի կարելի Նիկոլ Փաշինյանին թերագնահատել, բայց նաև պետք չի գերագնահատել։ Վստահ եմ։ Ֆիքսելով հետևյալը, որ նրա գործերը այդքան էլ լավ չեն։ Շեշտում եմ, չի նշանակում, որ ձայն չունի։ Ահագին շատ ձայն ունի, բայց ամեն դեպքում հայ ժողովրդի մեծամասնությունը ոնց որ չի ընկալում սիմվոլների դեմ պայքարը եւ նոր սիմվոլների, եթե կան իհարկե, դրանց առաջ քաշումը չի ընկալում այս Թրամփի ուղու հաղթանակը կամ այդ հաղթանակի իմաստը եւ դա է պատճառը, որ հենց ինքն էլ Փաշինյանն էլ անդադ անհանգիստ է, անդադ ակտիվ է, հիմիկվանից ընտրապայքարը, ընտրաշավը սկսել է, ամեն առավոտ բարելույս է ասում, սկսել է մետրոյով նորից գնալ գալ։ Մի խոսքով, այսինքն ինքը ունի այդ սոցիոլոգիան։ Ինքը որ տեսներ, որ ինքը հաղթում է, ինձ մետրոյով գնալ։ Բնականաբար այդ ընդդիմադիրները մեկ-մեկ մոռանում են, որ իրանք եթե ինչ-որ մատ տվյալ ունեն, այդ տվյալից եւ ավելի ճշգրիտ ունի Փաշինյանը։ Այո, հիմա շատ լավ բան ասացիր, 2 օր առաջ մեքենայի մեջից Փաշինյանը այդ ինչ որ լայվեր աչես, սկսել մի րոպե, ինչ որ պլագիատ եմ տեսնում դրա մեջ, որտեվ բան կար, Արեքները այտենց լայվեր անում, այդտեղից ոնց որ վերցած, մի րոպե մի բան ասեմ բան։ Եվ ասում եմ մի րոպե մի բան ասեմ, ինչով է տարբերվում մենք որ ուզում ենք հիմնադրենք 4-րդ հանրապետություն 3-րդ հանրապետությունից։ Իրանք հիմնադրում են 4-րդ հանրապետություն մեծ մտածի։ Հիմնադրում են, հա։ Ասում եմ տարբերվում է նրանով, որ 3-րդ հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի լոգիկայով։ Պատկերացնես մենք տարածաշրջանի Իսրայելն ենք, չենք իմացել կոնֆլիկտ։ Սա հարևաններին հարձակվել են, գրավել են հողերը, բան, ասենք, չեմ, ըստ իրա Իրանից ենք հողեր գրավել, Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից, բանտեն զորքեր են գրգել ուրիշ երկրներ են դեղել, ծովեր են գրավել, մեր Սուզանավերն են ուղարկել տարբեր տեղեր, բան, բայց այս 4-րդ հանրապետությունն ասում այս 4-ը լինելու է կառուցված խաղաղության լոգիկայով։ Ինչ կարծիք։ Անհետեցություն է, որովհետեւ մոլորակի բոլոր երկրները անկախացել են կամ ստեղծվել են ինչ-որ կոնֆլիկտի շուր, կոնֆլիկտ պետք է հասկանալ ինչ-որ փրթել, բայց ծեծել, ջարդել։ Այդ կուտը ոնց որ բան արեցիր։ Ինչի՞։ 3-րդ հանրապետությունը կոնֆլիկտի հիման վրա արձարվել։ Չէ։ Խորհրդային միությունը փլուզվելու ժամանակ հաստատ։ Բայց ընթացքում եղել է Ղարաբաղի կոնֆլիկտը, բայց իրանք վել են կոնֆլիկտը դրե հիմնադիր բան, հասկանում ես։ Պետության կայացման ստեղծման գործում Ադրբեջանի հետ կոնֆլիկտը շատ արմատական դեր է խաղացել եւ դա շատ նորմալ է։ Հասկացանք, բայց դա դարձնել միակ ստեղծման ակունքը ինքը ինչ անում, ինքը մանիպուլացիա, ինքը ասում են դա միակ ստեղծման ակունքն է։ Դու Ղարաբաղը չկար, մեծ Հայաստանը չկար։ Հա, բայց ախր իրան պետք է հակադարձել, որ նույնիսկ եթե այդպես լինի, դա վատ չի։ Դա բնական, օրինաչափ, պատմական ընթացք է։ Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունը նույնպես կոնֆլիկտի հիմքի վրա է ստեղծվել։ Իսկ կարաս ինձ ասես Բելարուսի հանրապետության ստեղծման, կարանք ուրիշ հանրապետություն ունենք, լավ, բայց նա օքեյ լավ ասենք Բելարուսի։ Նույն Փաշինյանի ասած Ալմատիով է, չէ՞, արձանագրվել իր սահմանները, կոմեյո ճանաչել են, բա կոնֆլիկտ չկար ընդ ոնց է եղել։ Իմ ասածը սենա, որ այն նարատիվը, որ Հայաստանի կադաստրի վկայականը, լավ իրանց բարերով ասենք, Ալմատայի հռչակագիրն է, դա կոնֆլիկտ չկա։ Դա խորհրդային միության փլուզման ակտի շարունակությունն է։ Հետևաբար եղբայր ինչ կոնֆլիկտի հիմա որ Հայաստան ստեղծվել։ Դու որ ինչ ես մեր երկիրը ներկայացնում հարևաններին, որ մենք մեղավոր ենք ինչ որ կոնֆլիկտների մեջ։
100 տարի առաջ մեղավորենք, որ ցեղասպանել են մեզ։ Եվ այո, դու ճիշտ ես ասում, որ մարդիկ չեն մարսում այն հանգամանքը, որ իբր թե բան է, էլի մենք այնց արած դեռ նախ հանգարում, որ մենք խաղաղ ապրենք, բան։ Երկու մի քանի օր առաջ էր այդ բանի այթիշնիկների մոտ, չէ, ասма Չորաթան գյուղ եմ գնացել, երեխաները արած լեռն էին նկարում, ու ես ասում եմ, օրինակ ինչի ձեր հոյակերտ սարերը չեք նկարում։ Այսինքն հասկանում ես, չհասկանան, որ Արարատը հայ մարդու համար ուղակի սար չի։ Դա պրոստը սար չի, ես դրա տեղը ուրիշ սար նկարեմ։ Չնայած ձեր մոտի հոյակերտ սարերը նկարեք։ Պարոն Մարուկյան, վերադառնալով մի փոքր այդ նախնական թեմային, որ դուք ասացիք, այդ կոնֆլիկտի շուրջ ստեղծված լինելու մասին, հա, յուրաքանչյուր պետություն ունի իր ստեղծման ինչ-որ լեգենդա, առասպելը, կոնֆլիկտը, բայց մենք նաև շատ վատ գիտենք մեր պատմությունը, անկախության շարժման պատմությունը, Ղարաբաղյան շարժման պատմությունը, եւ օրինակ թերագնահատում ենք, թե ինչ մեծ դերակատարություն է ունեցել Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան պատերազմի ինքնից, սովետական միության փլուզման գործում։ Օրինակ դրա մասին խոստովանում է Ռուսլան Խազբուլատովը 93 թվականի պուչի առաջնորդներից մեկը, իրենց Գերագույն խորհրդի նախագահ, Գերագույն խորհուրդ էր կոչվում, չգիտեմ, այդ ժամանակ Դումայի նախագահ, այսպես ասենք։ Եվ ինքն է ասում, որ ասում է ինչ որ ելքեր կամ շանսեր կային պահպանել խորհրդային միությունը, բայց քայքայ փլուզման համար քայքայիչ դերակատարություն ունեցավ Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան պատերազմը եւ զինված կոնֆլիկտի հրահրումը։ Եվ հենց այս օրինակից մենք տեսնում ենք, թե այդ անկախության շարժումը եւ Ղարաբաղյան շարժումը, այս երկու շարժումները թե իշքան միահյուսված են, թե իշքան մեկտեղված են, բայց մյուս կողմից նաեւ տարանջատված են։ Բայց նաեւ ամեն ազգ, ամեն հանրություն ունի ինչ-որ մոտ լոկոմոտիվ, ինչ-որ մոտ շարժիչ ուժ, որին առաջ է մղում դեպի անկախություն, դեպի պետության ստեղծում, պետության կայացում եւ այլն եւ այլն։ Մեր դեպքում դա Ղարաբաղյան շարժումն է, Ղարաբաղյան պատերազմն է։ Օրինակ այդ նույն պատերազմը մեր համար, մեր պետականաշինության համար շատ դրական էֆեկտ է ունեցել, դա թույլ է տվել մեզ ստեղծել ավելի ուժեղ պետական ապարատ, պետական բյուրոկրատիա, իրավապահ մարմիններ, այդ նույն ընթացքում նույն Վրաստանը եւ Ուկրաինան մինչդեռ չեն կարողանում վերահսկել իրենց քաոսի մեջ են, չեն կարողանում վերահսկել իրենց տարածքները, իսկապես քաոսի մեջ են, շատ ճշգրիտ ասացիք։ Հայաստանը նաեւ այդ պատերազմի շնորհիվ կարողացավ ստեղծել կենտրոնաձիգ համակարգ եւ հաղթահարել մարտահրավերները։ Ամեն ինչ պրիմիտիվ չի, էլի հիմա դե մարդկանց ակաջներին տենց ինչ-որ բան է, լապշան էլի կախում, էսի կոնֆլիկտացինա, բան կոնֆլիկտա, հիմա խաղաղությունը չէ, էլի չի կարելի տենց կտրել, թափել, ոչնչացնել ամեն ինչ։ Ախր հարցն է, որ իշխանությունները այսօրվա երբեք խաղաղասեր չեն եղել խաղաղասեր եւ այդ խաղաղասիրությունը այսօրվա լավ իրանց նկարագրությամբ այնա, որ դասեր են քաղեն, օրեն խաղաղասեր դարձել, բայց ձևակերպումներն է սխալ, արմատն է սխալ, այդ բջիջը, որ դրվում է հիմքում այդ ամեն ինչի այդ խոսակցության սխալ հենքի վրա է կառուցվում, էսա խնդրեմը եւ ինչ նշանակում մենք կոնֆլիկտացին ենք եղել, բան ես որևէ ձևի դա չեմ կարողանում ընդունել, ես համարում եմ մեր դեմ ցուցմունք, լավ է ձևակերպեմ։ Դրա համար էլ մեզ ագրեսոր օկուպանտ երկիր են համարում։ Այսինքն մենք անդադար մենք մեզ բան անենք, էլի մենք մեզ ոչնչացնենք, իսկ ադրբեջանական պատմաբանները գիտությունը իրանց այսպես ասած մշակույթի գործիչները բան անդադար նոր նարատիվներ են զարգացնում, անգլիացի մի գիտնականի այդ գիրքը տպագրվել մեծ էթնիկ զտման մասին ադրբեջանական Հայաստանի Հանրապետությունից եւ Լեռնային Ղարաբաղի տարածքից գիրքը տպվել է։ Այսինքն հասկանում եք սկզբից պատմական նարատիվն է ստեղծում, հետո դրա վրա կառուցվում է պահանջատիրություն։ Հիմա այս ձևակերպած այս բանաձևը, որտես դու ասում ես Ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունքում կենտրոնաձիգ ուժեղ իշխանություն ձեռվեց բյուրոկրատիա բան, եղբայր հիմա այդ հարցը այսպես կոչված փակելով ռևերսա տեղի ունեցել։ Երկրում ռևերսիվ process-ներ են, այսինքն հետ է պատտվում այդ անիվը։ Բարդակ է բոլոր ոլորտներում։ Կենտրոնաձիգ չէ։ Բացի այն որ ուղղակի զուտով իշխանության դեմ խոսում է նրանց բռնել է, ուրիշ ոչ մի բանում կենտրոնաձիգ չի։ Դից իրար սպանում են հեսա ամեն օր ահավոր է։ Այսինքն այն վիճակը, որ այսօր մենք ունենք, պետական կառավարման ապարատում բան, որ ոչ ոք չի ուզում որոշում կայացնի պատասխանատվություն գրի որոշման համար։ Ֆակտոր TV-ի մոտ քննարկում էի նայում եւ դա պրոիշխանական
բանախոսներ կային եւ քննադատելով նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանի առաջ եղած իշխանություններին ասում դե դրանք այդ իշխանությունները անդադ գործել են պատերազմական քարոզով ոչ մի թիզականություն են քարոզել պատերազմ են քարոզել sense բաներ են ինչ որ ասում այստեղ ամենամեծ մանիպուլյացիան ինչն է էլի ուստի մեր կարճ հիշողությունը որ ամենամեծ պատերազմական քարոզիչը հայկական իրականությունում 1990 1989 թվականից ի վեր եղել է Նիկոլ Փաշինյանը հայկական ոչ մի իշխանություն ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ոչ Սերժ Սարգսյանի օրոք ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք տենց ռազմատենչ ռետորաբանությամբ հանդես չի եկել բայց ասում երբ են խաղաղասեր եղել որ մենք ասենք կոնֆլիկտացին ա եղել երբ են նա երբ են խաղաղասեր եղել ինչի մասին է խոսքը Հայաստանի մենք պետք է ամփոփենք եթերը ինչ որ ավելացնելու բան ունենք մենք ես ուզում եմ ասել որ բան է էլի պատրաստ ենք ես եւ Կարպիս Փաշոյանը ցանկացած ձևաչափում մեր առաջ քաշած ընդդիմադիր կոնսոլիդացիայի վերաբերյալ առաջ քաշած մասնակից լինել քաղաքական դաշտի ճարտարապետությանը մասնակից լինելու իմաստով էլ նաեւ առանց ամբիցիաների ենք ասում խոսելու մեր ցանկացած առաջ բերած թեզ պաշտպանելու հիմնավորելու բաներ կարող է այդքան եթերում չենք էլ խորացնում բայց խորացնենք նաև այլ դեռ կան ուրիշ էս ասեմ կան ուրիշ առաջարկներ կան մանրամասներ առաջարկների հետ կապված ձևի բովանդակության եւ այլն դրա մասին հաջորդ դասին ամեն ինչ մի անգամից չենք ասել շարունակենք այս թեման բայց նաև կարծում եմ որ թեման այլևս բացված է թեման բուրըն քննարկվում է եւ մենք ավելի դետալավորված ավելի մանրամասնած ավելի մանրամասն փորձեցինք այս ոդքասթում ներկայացնել, որտեղ սայնս հարմար ֆորմատ մենք չունենք։ Հիմա տարբեր տեր հարցազրույց ենք գնում, բայց մեկը լրագրողի իր օրակարգով իր հարցերը տալիս է, ասենք, անգամ մի կեզում ձևակերպես ընդհատում է։ Հարգելի Բագրատիներ, խնդրենք, որ այս ոդքասթը տանի ցույց տա։ հուսով եմ երկրորդ նախագահին։ Հուսով եմ, որ ցույց կտա։ WhatsApp-ից էս կպետու չէ։ Որ ցույց կտա եւ կարծում եմ, որ եթե որևէ բան մի քիչ ոչ ճշգրիտ կամ ոչ ավելի հստակ ենք այն ժամանակ ձևակերպել, հիմա ավելի հստակություն մտցվեց նաև այս ասուլիսից հետո։ Հրաշալի։ Սերի հայրենակիցներ այսքան է, մենք մի բան ենք ձեզանից խնդրում, որ միանաք ալիքին, տարածեք այն, բազմապատկեք այս եթերները, փոխանցեք ձեր ընկերներին եւ նաեւ այնտեղ հեռախոսահամարներ կա, մեզ հետ կապ հաստատելու, քննարկումների մասնակցելու, քննարկումների գալու, մեզ հրավիրելու որևէ քննարկման, մենք նաեւ այդ իմաստով բացենք եւ սկսում ենք նաեւ ավելի ակտիվ տաղավարից դուրս հանդիպումներ, քննարկումներ անել։ Մարուկյանին հրավիրեք, ես որպես հավելված կգամ։ Լավ մնացեք սերի այնեկից։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։